Վերջին շրջանի ամենազարմանալի բաներից մեկը այն է, որ մեսենջերով երբեմն բազմաթիվ նյութեր են ուղարկում։ Նյութերի մի ստվար մասը քաղաքական է, ուղարկողը լրիվ անծանոթ մարդ է, ու ամենահետաքրքիրն այն է, որ չգիտի նույնիսկ քո քաղաքական հայացքները, որ կարող են այդ նյութերը զայրացնել քեզ։ Նյութի մասին, որ ուզում եմ ասեմ, այնքան էլ քաղաքական չի։ Երեկ մի նյութ ուղարկեցին մեսենջերով, երիտասարդ էր խոսում, որին շատ հաճախ եմ հանդիպում համացանցում, YouTube-ում, TikTok-ում։ Երիտասարդը այսպիսի բան ասաց, որ Իրանի վերջին դեպքերից հետո 2600 իրանցի է եկել Հայաստան և նրանց մի բավականին ստվար հատվածը ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են և կգնեն բնակարաններ, որոնք վտանգ կներկայացնեն Հայաստանի համար։ Երիտասարդը բավականին երիտասարդ էր և հավանաբար չգիտեր, որ Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ իրանցիներ են եկել Հայաստան և գնել բնակարաններ, և դա նոր բան չի։ Իրանի հայերը Հայաստանում համարյա բոլոր այն մարդիկ, ովքեր ունեցել են հնարավորություն, ունեն բնակարաններ, կամ հին շենքերում, կամ նորակառույցներում, և տարին գոնե մեկ անգամ գալիս են Հայաստան, այսինքն այդ 2600-ի մի ստվար մասը հենց ազգությամբ հայեր են։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ 2600-ի մեջ ադրբեջանցիներ կան, ասեմ, որ Իրանում ադրբեջանցի ազգ գոյություն չունի։ Դրանք Իրանում ապրող թրքախոս իրանցիներ են, որոնք ապրում են Ադրբեջան օստանում, որը բաղկացած է երկու մասից՝ արևելյանից և արևմտյանից, և նրանք առանձին ազգ չեն համարվում։ Առանձին ազգ իրանցիներից բացի ընդամենը 3 ազգ գոյություն ունի։ Դրանք հայերն են, ասորիները և հրեաները։